Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը բլոգեր, դիզայներ Անժելա Կոստանյանն է։ Ողջույն Անժելա։ Ողջույն Անահիտ ջան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ձեզ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Անժելա, ուզում եմ զրույցը սկսել սկզբից։ Ինչպես եղավ դարի պահանջված մասնագիտությամբ զբաղվելու ձեր ցանկությունը։ Ի սկզբանե միտք չեմ ունեցել բլոգեր դառնալու, ուղղակի եկավ մի պահ, որ որոշեցի անել այն, ինչ որ ինձ իրոք հաճույք է պատճառում, անկախ նրանից, որ հարազատներից շատերը կարծում էին, որ ինձ չի սազում։ Կյանքս ցույց դնեմ։ Երբ առաջին քայլերս արեցի, հասկացա, որ հասարակությունը ընդունեց ու սիրեց իմ կոնտենտը։ Միևնույն ժամանակ որպես դիզայներ ճանաչում ձեռք բերեցիք։ Չէ, ես արդեն դիզայներ էի, ես արդեն 10 տարվա դիզայներ եմ։ Ավելի հայտնիություն ունեցաք հասարակության շրջանում։ Անժելա, մասնագիտությամբ դիզայներ եք ու պատկերացում ունեիք արդյոք, որ մի օր կարող եք ունենալ այն հայտնիությունը, ինչ ունեք այսօր։ Իրականում ինձ հայտնի չեմ համարում հիմա, դեռ սկսնակ եմ։ Ինչ վերաբերվում է մասնագիտությանս, դա ամենաապահով կետն է, որը որ ինձ տալիս է ֆինանսական կայունություն։ Իսկ բլոգերությունը դա մարտահրավեր էր ինձ դուրս գալու համար կոմֆորտ զոնայից ու իմ կարծիքով հաջողվեց։ Անժելա, շատ դեպքերում դժվար է արտահայտել էմոցիաները եւ կադրից դուրս ապրածը ներկայացնել կադրում։ Բոլոր նրանք, ովքեր որ ձեզ հետևում են, գիտեն, որ դուք միայնակ մայր եք եղել եւ միայնակ եք մեծացրել որոշակի շրջան ձեր որդուն ու կոնտենտի շեշտը ինչ որ առումով նաեւ դրա վրա է դրված։ Ուզում եմ վերադառնանք կյանքի ձեր այդ փուլ։ Իրականում շատ դժվար է միայնակ մեծացնել երեխայի, հատկապես տղա երեխայի, որտեղ որ հոր դերը շատ ավելի կարևոր է։ Այդ իսկ պատճառով ես պետք է լինեի ավելի ուժեղ, ավելի ամուր կանգնած, որովհետև ես ոչ միայն մայր էի, նաև դուստր, քույր, ով արժանապատիվ պետք է դուրս գար այդ ամենի միջով։ Որևէ կին վստահաբար կարող եմ նշել, երբ ամուսնացած է եւ հատկապես ունի երեխա, չի ցանկանում անցնել այն ճանապարհը, որը օրինակ դուք եք անցել կամ ամուսնալուծված ցանկացած կին։ Ինչպես եղավ այդ կետը, ինչպես արթնացաք մեկ օր եւ հասկացաք, որ վերջ։ Դա վերջնակետն է։ Երբ անդադար կարան քեզ ներշնչեն, որ դու ուղղակի ոչ մեկ ես առանց իրանց։ Անդադար կարան քեզ ու քո աշխատանքը արժեզրկեն, ոտնահարեն սեփական եսդ։ Ու գալիս է ինչ-որ մի պահ, որ արդեն դու ինքդ ես սկսում հավատալ դրան։ Ուղղակի մի օր նայեցի երեխուս աչքերին ու հասկացա, որ ոչ մի երեխա ուղղակի չպետք է տեսնի մոր այդ ապրումները։ Ընտրեցի երեխուս, ընտրեցի ինձ, ընտրեցի միայնակ, բայց առաջ գնալ։ Ու այդ ամենի համար շնորհակալ եմ ընտանիքից, որ այդ դժվար պահին իմ կողքն է եղել։ Անժելա, վստահաբար ասում եմ, որքան էլ որ ընտանիքը ձեր կողքն է եղել, բայց այդ ապրումները, էմոցիաները, որովհետև երբ գալիս է ինչ-որ մի պահ, դու հասկանում ես, որքան էլ որ քո կողքին են մարդիկ եւ ամեն կերպ են քո կողքին, բայց այս աշխարհում որոշակի առումով դու մենակ ես քո երեխայի հետ։ Միանշանակ։ Ուզում եմ այդ էմոցիաների մասին կիսվեք։ Ինչ շրջան է եղել եւ արդյոք եղել է ինչ-որ հատված, որ մտածեք, միգուցե այսպես չանեի, միգուցե այսպես չդասավորվեր, միգուցե փորձեի ել ավելի շատ պայքարել։ Իմ կարծիքով յուրաքանչյուրի մոտ է ինչ-որ մի կետում այդ զգացողությունը գալի, որ միգուցե պետք չէր, բայց արդեն վերջել կյանքը չէր արցնում, դու արդեն ընտրել էիր այդ ճանապարհը ու հետ գնալու իրավունք ուղղակի չունեիր։ Անկախ նրանից, թե ինչ հոգեկան ու նաև կարամ ասեմ ֆիզիկական ցավ էիր զգում այդ պահին։ Անժելա, ես նկատեցի մի ռիլ, որտեղ ձեր երեխան
Ձեզանից շնորհակալություն էր հայտնում ձեր կատարած ճիշտ քայլերի համար, նախկինում կատարած ճիշտ քայլերի համար, այսօր ձեզանից շնորհակալություն էր հայտնում։ Ուզում եմ կիսվեք այն զգացողությունների մասին, թե ինչ եք ապրել, երբ հասկացել եք, որ տարիներ առաջ թեկուզ էմոցիոնալ, ոչ ստաբիլ հոգեբանական ֆոնի վրա դուք կատարել եք ճիշտ որոշում, խոսքը հայրիկի հետ շփման մասին է, թույլ եք տվել շփվի երեխան հայրիկի հետ, ինչի համար այսօր ձեր 9 տարեկան տղան շնորհակալություն է հայտնում ձեզ։ Դա վստահաբար կարող եմ ասել, որ իմ կյանքի ամենամեծ հաղթանակներից մեկն էր, որ ես ուղղակի չեմ տրվել հասարակության կարծիքին, ամեն դեպքում պահել եմ իրանց շփումը, ու այսօր այդ խոսքերը լսելով ես ավելի ուժեղ դարձա։ Հասկացա, որ արժեր անցնել այդ ամեն ինչի միջով, արժել երեխուդ հոգեկան հանգստության համար, արժեր անցնել այդ ամեն ինչի միջով ու այդ պահին ես հասկացա, որ այդ բոլոր ապրումները ուղղակի մի վայրկյանում իմաստ ունեցան։ Եթե խոսենք երեխայի հոգեկան ապրումների մասին, ուզում եմ պատմեք, թե ինչ հարցեր են եղել, որոնք այդ հոգեբանական վիճակում Էմիլը տվել է ձեզ ու շարժել է ձեր ամենանուրբ կետերը։ Երբ ինքը ինձ հարցրեց, թե մենք ինչի ենք բաժանվել։ Ամենադժվարը այն էր, երբ քո առաջ կար խնդիր, բացատրելու թե ինչի եք բաժանվել, ու նույն հաջողությամբ չարժե զրկել ոչ մեկին։ Այսինքն որքան էլ որ ժամանակին արժեզրկել են ձեզ, դուք չեք ցանկացել երեխայի աչքին արժեզրկել իր հորը։ Սա կարծում եմ խոսում է ձեր ավելի բարձր լինելու մասին, ինչը եւս նկատել եւ գնահատել է ձեր երեխան։ Շնորհակալ եմ։ Անժելա, ձեր ռիլերում կարծես թե ձեր ռիլերը կարծես թե մեկը մյուսից ասելիքով են եւ նաեւ իմ աչքից չվրիպեց ձեր տեսանյութերից մեկը, որտեղ որ դուք նշել էիք, որ պետք է աստվածավախ լինել։ Հետաքրքիր է, ում էր ուղղված եւ առհասարակ ինչ եք ցանկացել փոխանցել հենց այդ տեսանյութով։ Կյանքիս ամենադժվար փուլերից մեկն է այդ ժամանակահատվածը, երբ ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղից հայտնվում են մարդիկ, ովքեր որ ավելնորդ են համարում երեխուս իր հոր հետ շփումը ու իրանց ինքնահաստատման համար փորձում են քանդեն այն ամեն ինչը, ինչ որ ես տարիների ընթացքում էի կառուցել, իմ առողջության, իմ համբերության հաշվին։ Ուղղակի այդ պահերին ես միշտ հույսս դնում եմ Աստծո վրա, որովհետև մենակ Աստված գիտի, թե ես ինչ գնով եմ հասել այդ կետին, որ իրանց շփումը այդքան ամուր լինի, ու միշտ բոլորին ասում եմ. յուրաքանչյուրիդ թող Աստված ձեր սրտի չափ տա, Աստվածավախ եղեք, որովհետև շատ մարդկանց համար հնարավոր է այդ օրն անքա, բայց ոմանց համար էլ դա ուղղակի անեցք է։ Ձեր խոսքից ես համենայն դեպս հասկացա այնպես, որ նախկին ամուսնու կյանքում հայտնվել է այնպիսի մարդ, ով փորձել է խանգարել Էմիլի եւ նրա շփումը։ Այո։ Փառք Աստծո, հիմա անենց կին է, ով որ արժանի է, ինքն էլ մայր է։ Բայց այն առաջ սկզբնական ժամանակահատվածում հա փորձում էին երեխուս ու իր հոր հետի շփումը կտրեին։ Անժելա, ինձ հետաքրքիր է, թե որպես մայր այսօր դաստիարակելու ընթացքում, հա, երեխայի հետ խոսելու, սովորեցնելու ընթացքում ինչ կետեր եք արժևորում, որովհետև երբ կինը հատկապես ունենում է անհաջող փորձ, իր տղային այդ առումով ավելի սուր է դաստիարակում, որպեսզի երբևէ տղայի կյանքում չլինեն այն նույն սխալները, որը որ արել են իր հանդեպ։ Որոնք են այն կետերը, որոնք կարևորում եք ու սերմանում եք Էմիլի մեջ։ Երևի այն կետերը, որ ինքս եմ ուզեցել տեսնեմ տղամարդու մեջ, որ տղամարդու ուժը ամենևին էլ իր ձայնի ու տոնի մեջ չի, այլ խոսքի ուժի մեջ է, որ տղամարդը ավելի ուժեղ չի դառնում, երբ
արժեզրկումը քեզ ունևաստացնում, այլ ավելի ուժեղ է, երբ որ հոգատանում քո մասին ու երջանկացնում, որովհետև ինչքան էլ որ տան խաղաղությունը կախված լինի կնոջից, կնոջ ներքին հանգստությունը կախված է սիրող եւ հոգատար ամուսնուց։ Եվ սովորաբար սխալ ընտրություն ունենալուց հետո կանայք միօրինակ են սկսում վերաբերել բոլոր տղամարդկանց։ Վախենում են վստահել, վախենում են հավատալ, վախենում են կրկին անգամ սխալվել եւ այլն։ Ձեր դեպքում այսօր պատկերը փաստ է, որ դուք երջանիկ եք, դա երևում է նաեւ ձեր տեսանյութերից։ Անժելա, ուզում եմ վերադառնանք կյանքի ձեր այդ շրջան, ինչպես եղավ, որ հասկացաք, որ վերջ կյանքը վերջացած չէ եւ հնարավոր է, որ այս ամենը ի վերուստ տրված էր, որպեսզի արդեն հասկանայի ու գնահատեի այն մարդուն, ով իսկապես սիրում է։ Իրականում ես ինքս նույնպես բոլոր տղամարդկանց դրել էի մի կաղապարի մեջ։ Մինչ Անդոյի հայտնվել եմ, միգուցե նրա հանդեպ վստահությունը նաև նրանում էր, որ իմ եղբոր ընկերն էր, ավելի շատ կար վստահություն, բայց կարեցավ Անդոն կոտրի այդ բոլոր կարծրատիպերը։ Եվ հիշում եմ, պատմել եք մեկ անգամ, որ Անդոն շատ հաճախ էր ձեզանից ծաղիկներ գնում իր տարբեր ընկերուհիների համար, իսկ այդ առումով կարողացաք հեշտ վստահել։ Դե ինքը ամեն անգամ, որ ինձնից ծաղիկներ էր գնում, ամեն անգամ հարցնում էի, Անդ լուրջ է։ Գիտեի, որ լուրջ չի, որտեվ ամեն անգամ ասում էր, չէ, Անջ ջան, լուրջ չի։ Ու շատ մի սիրունոր ծաղիկներ էին ուղարկում բացիկով, ու կարդում եմ գրած է Անջ, այս անգամ լուրջ է։ Զարմացել էի ճիշտ ասած։ Չէիք սպասում։ Բացարձակ չէի սպասում։ Կատակեցի, փորձեցի շրջանցել, բայց Պաստորեն ինքը շատ ավելի լուրջ էր, քան գրել էր, քան ես պատկերացնում էի։ Եվ հետաքրքիր է Էմիլի վերաբերմունքը, ինչպես կարողացաք նրան մատուցել գեղեցիկ փաթեթավորմամբ, թե ինչ է սպասվում արդեն մայրիկի կյանքում եւ այդ խանդի դրսևորումը, որ մայրիկի կյանքում հնարավոր է այլ տղամարդ լինի, ինչպես էր Էմիլի մոտ։ Նրա առաջին արձագանքի մասին եմ ուզում խոսենք։ Եթե ես ասենց թեթև պատմեմ կամ իմ խոսքերով պատմեմ, այդ կնշանակի ոչ մի բան ոչինչ չասեմ։ Ես երևի ավելի լավ է իր խոսքերով պատմեմ։ Մենք շատ հաճախ միասին առանձնանում ենք երկուսով ու խոսում ենք կյանքի մասին։ Այդ օրը եւս առանձնացել էինք ու պետքա խոսենք շատ կարևոր թեմայի մասին։ Ես ասում եմ Էմոկ, ոնց կվերաբերվես այն փաստին, որ իմանաս իմ կյանքում տղամարդ է հայտնվել։ Այսինքն մամ, ասի ոնց կվերաբերվես նրան, որ իմանաս ես էլ արդեն կողակից ունեմ, որ ես էլ պետք է ամուսնանամ։ Ինքը ոչ մի բան չասեց, ուղղակի սկսեց գոռալ. «Շնորհակալ եմ Տեր Աստված, որ իմ մամային էլ տվեցիր տղամարդ, որ իմ մամայի կողքն էլ արդեն տղամարդ կլինի»։ Ու հետաքրքիր է էներ, որ ինքը ասեց, որ իմ մաման էլ առիթներին մենակ չի մասնակցի։ Այսինքն երեխան հոգեբանական որոշակի տրավմա է տարել այդ ժամանակ, երբ ձեզ առիթներին մենակ է տեսել։ Իրականում շատ ժամանակ մեզ թվում է, թե երեխաները ոչինչ չեն հասկանում, բայց նրանք նկատում են, նրանք ֆիքսում են ու ինչ չէ, նաև նրանք մեզանից շատ ավելի շատ են հասկանում։ Համաձայն եմ։ Ինքը շատ ավելի խորն է, քան ես, քան առհասարակ որևէ մեկը կարա պատկերացնի։ Եվ երբ պատմեցիք, որ հենց այդ մարդը Անդոն է, ում վստահ եմ Էմիլի ճանաչում էր, վստահ եմ երկրորդ անգամ ասեց շնորհակալ եմ Տեր Աստված։ Անդոն? Մամ, Անդոն? Ասի հա Անդոն։ Վայ ինչ լավ է, մամ, չես պատկերացնի ես ինչ ուրախ եմ։ Օ, ինչպես եղավ նրանց շփումը, ինչպես եղավ այդ առաջին քայլը։ Առաջին քայլը ասենց ասեմ, քանի որ Էմոկ ունի հայր, ու ես շատ երկար եմ պայքարել, որ իրենց շփումը ամուր լինի, կարելի ասել բառից բուն իմաստով խնդրելով եւ վիճելով պահել եմ իրենց կապը։ Այդ իսկ պատճառով Անդոն առաջին իսկ օրվանից չի փորձել որպես հոր դեր ստանձնի Էմոկի կյանքում։ Այ եղել են իրանք շատ եղել են ու կան լավ ընկերներ
Իրանք իրար հետ միշտ կիսվում են։ Ու ասեմ, դաժե ինձնից գաղտնիքներ ունեն։ Բամբասում են միգուցե։ Անժելա, ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր կարծում են, որ ամուսնությունից հետո կյանքը վերջանում է, ամուսնալուծությունից հետո ներողություն կյանքը վերջանում է, որովհետև ինչու՞ չէ նաև ձեր տեսանյութերը իրենց հերթին որոշակի առումով ուսուցողական բնույթ են կրում։ Երևի կուզենամ ասեմ, որ յուրաքանչյուրն էլ իրավունք ունեն սխալվելու, ու եթե մի օր դուք սխալ ընտրություն եք արել, դուք դատապարտված չեք այդ ընտրությամբ։ Դա ուղղակի սխալ դուռ է եղել, որ պետքա դուրս գաք, փակեք այդ դուռը ու հավատացած լինեք, որ այն դուռը, որից որ վախենում եք, դա է նոր կյանքը։ Շատ դեպքերում շատերի մոտ դա դժվար է, որովհետև կայացած չեն, որովհետև չունեն հենարան եւ չունեն հետ գնալու տեղ։ Ու շատ կանայք հենց այդ չունենալու զոհն են դառնում։ Իմ մոտ դա միակ կետն է, երևի, որ ուղղակի փակում այնց խոսալու տեղ չի տալիս էլ։ Եթե կինը չունի հայրական տուն գնալու, տեղ չունի առհասարակ գնալու, այդ միակ կետն է, որ ինձ փակում է, ես ուղղակի չգիտեմ ինչ ասեմ։ Շատ դեպքերում էլ հենց այդ նույն կանայք ունենալով տեղ գնալու նշում են, որ հանուն երեխայի պետք է ինչ չէ նաև ծեծվել, հանուն երեխայի պետք է հանդուրժել, հանուն երեխայի պետք է ստորանալ։ Չէ, դա հանուն երեխայի չի։ Երեխան մեծանալով, գիտակցելով չի ընդունելու դա։ Ու միանշանակ ասել է ինձ պետք չէր այդ անառողջ մթնոլորտը։ Որովհետև նրանք ամեն ինչ հիշում են ու նրանք ամեն ինչ ֆիքսում են։ Ամեն ինչ։ Ու վատ օրինակ են ամեն դեպքում տեսնում։ Անժելա, տեղյակ եմ, որ Անդոն եւս ունի երեխա։ Ուզում եմ խոսեք նաև ձեր շփման մասին։ Անդոն ունի աղջիկ 12 տարեկան։ Նա ապրում է ԱՄՆ-ում։ Ճիշտ է, հասցրել ենք մենք բավականաչափ շփվել, միմյանց սիրելու եւ ճանաչելու համար, բայց որոշ արգելքների պատճառով այսօր ագան իրավունք չունի մեր հետ շփվելու, ցավոք սրտի չենք կարողանում շփվել։ Հայրը եւս։ Այո։ Անժելա, բլոգերությունը եւ առհասարակ հայտնիությունը, հատկապես երբ ավելի համացանցային հարթակում ես հայտնիություն վայելում, ունի նաեւ մեդալի հակառակ կողմը։ Շատ դեպքերում այն ցավեցնող է։ Դուք ինչպես կարողացաք այդ կետին եւս համակերպվել։ Որովհետև արտակնուց դուք բավականին ուժեղ եք երևում, բայց միևնույն ժամանակ ես նկատել եմ, որ դուք բավականին խոցելի եք։ Շատ է։ Ինչպես եք վերաբերում մեկնաբանություններին, որոնք հետսհետե լինում են։ Իմ կարծիքով ոչ ոք չի կարա շատ այտենց հանգիստ տանի ու չնեղվի վատ մեկնաբանություններից։ Ես ինքս բացառություն չեմ կազմում։ Ինձ օգնել է հաղթահարեմ Անդոն, երբ առաջին ռիլս բում էր ապրում, ասենց կարամ ասեմ, ու վատ կոմենտներ էին գրում, այդ մեր հարսանեկան ռիլներ, որտեղ որ Էմոկը ինձ կոշիկ էր հագցնում ու հետո Անդոն էր մոտենում։ Ի զարմանս ինձ շատ վատ կոմենտներ, 1, 2, 3, 4 ու իմ մոտ պանիկա սկսվեց արդեն։ Ես իմ աշխատանքի վայրում էի, Անդոն իր աշխատանքի վայրում էր։ Այդ ամեն ինչի իմանալով ուղղակի թողեց իր աշխատանքը, եկավ իմ մոտ, արի, նստեցինք։ Դու ես ընտրել այդ ճանապարհը։ Հա, ես եմ ընտրել։ Ես քեզ արգելել եմ, չէ, չես արգելել։ Դրանից դու իմ մոտ արժեզրկվում ես, չէ։ Դե ուրեմն լսի Անժել ինչ եմ ասում։ Կամ հենց հիմա ամեն ինչ ջնջում ենք, եթե դու պետքա այս չկայացած մարդկանց պատճառով ընկնես այս վիճակի մեջ, հենց հիմա ջնջում ենք ամեն ինչ ու շարժվում ենք առաջ։ Բայց եթե չէ, ուժ ես հավաքում, պայքարելու ու առաջ գնալու։ Դու գիտես, որ ես քո հետ եմ, ես քեզ գժի պես սիրում եմ, վերջ։ Ու այդ ժամանակ հոգիս թեթևացավ։ Եվ հասկացաք, որ տղամարդը նվաստացնելուց եւ արժեզրկելուց բացի կարող է նաեւ թևեր տալ, ճախրելու համար։ Այո, ունենց թևեր տալ, որ ասելու չի։ Անժելա, որն էր ամենացավեցնող մեկնաբանությունը։ Երբ որ գրել էին սպրիցեպը։
էմոկը իմ ամենաուժեղ ու ամենաթույլ կողմն է։ Ես չեմ պատկերացնում ավելի ցավացնող մեկնաբանություն, քան այն, որ կարա կպնի էմոկի, որ կարա մարդ իրան իրավունք վերապայի, չկպնի իմ եսին, չկպնի իմ ամուսնությանը կամ այլ հենց մայրությանը, հենց էմոկին։ Էդ այն կետն է, որ ինձ ամենաշատն է ցավացնում։ Անժելա, կարծում եմ, այդ մեկնաբանություն գրողը հենց կին է եղել։ Ճիշտն ասած, ինքը դաժե էջ չուներ, ինքը դաժե դեմք չուներ։ Դա բնական է արդեն, որտեղից եւ ինչու էին հենց որոշակի առումով ձեզ ճանաչելով են փորձել խոցել ձեզ, որովհետեւ մենք հայտնիության հետ մեկտեղ զերծ չենք կարող մնալ այն fake էջերից, պրոֆիլներից եւ մեկնաբանություններից, որոնք ցավոք սրտի մեր կյանքում չկան, բայց կան։ Ես հիշում եմ ձեր այդ տեսանյութը, ինչը իրարանցում էր առաջացրել, հենց դա երկրորդ անգամ ամուսնության մասին էր, եւ մարդիկ կարող էին այդ ամենին նայել երկու տեսանկյունից, օրինակ, որ կյանքը չի վերջանում, որ երկրորդ անգամ ինչու՞ չէ նաեւ ավելի ուժեղ են սիրում եւ ավելի ամուր են լինում։ Անժելա, տեսանյութը հենց հարսանիքի ընթացքում նկարահանել եք, որպեսզի բլոգում լինի, թե այդ ձեր սյուժեի մի մասն էր կազմում հարսանեկան։ Չէ, ընդհանրապես կապ չուներ։ Այդ պահին ուղղակի որոշեցինք այդ երգը լսենք ու ապարենք։ Ընդհանրապես միտում չկար հետո տեղադրելու։ Ուղղակի այնքան հավես էր ստացվել, որ չդիմացա։ Եվ եթե չեմ սխալվում, հենց դա էր ձեր հայտնիություն բերող ռիլը։ Չէ, դրանից առաջվա ռիլը, որտեղ որ էմոկը ինձ կոշիկ էր հագցնում։ Հա։ Դա եւս քննարկումների ալիք էր բարձրացրել։ Մեր հայկական մենթալիտետը չի ընդունում ամեն դեպքում, որ կարող ես ունենալ երեխա եւ կարող ես ինչ չէ նաեւ հագնել հարսիս կեստ։ Իրանք չեն ընդունում, կարծում են, որ ուղղակի ռուսերեն են գրել դեռ մոտ սվատան դերից։ Ուղղակի իրանք կարծում են, որ քողը պետքա լիարժեք մաքուր լինես, որ գրես, մաքրության խորհրդանիշ է։ Բայց իմ կարծիքով բաժանված լինելը այդ մարդու մաքրությանը չի որակավորում։ Եվ նման մեկնաբանություն կամ նման մտածելակերպ ունեցող մարդը կարծում եմ ավելի կեղտոտ է։ Ու նշեմ, որ ռուսկին էր գրողը։ Մաքրամաքուր սրբության սրբոց։ Այո։ Եվ հաղորդման սկզբում խոսեցինք կնոջ ուժեղ տեսակից, հավաքվելուց, պայքարելուց եւ այլն։ Ուզում եմ իմանալ, թե ինչ կա ձեր ուժեղության հետևում։ Մի աղջնակ, ով չափից շատ նուրբ, քնքուշ, փխրուն ու խոր ներաշխար ունի, ում առաջ որ մի օր պատասխանատվություն եմ վերցրել, որ այդ թուլությունը էլ կյանքում առաջ չեմ բերելու։ Նախկին Անժելայի մասին է խոսքը։ Այո։ Իսկ ինչպես եք այսօր հիշում նրան, երբ հետ եք նայում։ Շատ եք խղճում։ Շատ եմ կարոտում։ Անժելա, զրույցի վերջում ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Իմ մոտ մի քանիսն են այն արժեքները, որոնք ինքնին արժեք են։ Ճշմարտությունը, եթե կարողանաս ընդունել, անկախ նրանից դա քեզ ձեռնտու է թե ոչ, ազատությունը, բայց ոչ թե որպես հաճելի վիճակ, այլ որպես արժեք, արժանապատվությունը, կյանքի սրբությունն ու իրականությունը գիտակցելու ուժը։ Այս այն արժեքներն են, որոնք որ չեն փոփոխվում ոչ իշխանությամբ, ոչ միջավայրով, ոչ էլ շահով։ Դա այն կետն է, որտեղ որ դու կարաս ամուր կանգնես, նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ քանդվում է։ Ու վերջապես իրական բացարձակ արժեք այդ մարդկային կյանքն է։ Շնորհակալ եմ Անժելա, շնորհակալ եմ մաքսիմալ անկեղծ լինելու համար։ Իրականում մաղթում եմ, որ միշտ ձեր աչքերը այսպես փայլեն ձեր ներկայիս երջանկությունը վայելելիս։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ գալու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։